Օձի լեզու հաղորդաշարի հերթական եթերի ընթացքում հաղորդավարներ Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը անդրադարձել են երգչուհի Տաթև Ասատրյանին և նրա հաջողություններին։ Մհեր Բաղդասարյանի կարծիքն այսպիսինն էր. «Փոփ ֆենոմեն Տաթև Ասատրյանը հենց այն պատճառով է հաջողակ, որ մնացել է հասարակ, ինքն իրեն հավատարիմ։ Դա չի կարող լինել մեկ ասպեկտի կամ հանգամանքի արդյունք։ Երբ պատմությունն իրական է, դա ակնհայտ է։ Տաթև Ասատրյանը հերթական միլիոնը աշխատելիս չի մտածում առանձնատուն գնելու կամ գումարով ամերիկյան մեծ արտիստի հետ զուգերգ նկարելու մասին, այլ բարեգործություն անելու։ Տաթևն ու Նարեկն իմ ընկերներն են, ես նրանց շատ սիրում եմ, բայց ուզում եմ անկեղծ լինել։ Այս ամենի մեջ ամենաթույլ օղակը Տաթևի երգացանկն է։ Կարծում եմ մարդկանց մեծ մասը համերգին գնացել է տան անդամի նման սիրված երգչուհուն տեսնելու, ոչ թե նրա երգերը լսելու»։ Իր հերթին Արա Ղազարյանը նշեց. «Ամեն ինչի հիմքում անկեղծությունն ու ազնվությունն է։ Կարծում եմ նրա երգացանկը այդ տարիքի երգչուհու համար բավականին խոսուն ու հզոր է։ Նա կարողանում է երգ առաջարկել լեգենդար Թաթա Սիմոնյանին, և նրանք միասին երգում են։ Այդ երգը մտնում ա մարդկանց սրտերը, հոգիները, ուղեղի լեզվի մեջ ու դառնում ա անբացատրելի։ Համերգից ստացած հասույթը ուղղում են բարեգործությանը։ Այսօր փաստ է, որ Տաթև Ասատրյանն ամուսնու հետ շարունակում է ապրել 60 քառակուսի մետր բնակարանում»։ Նշենք նաև, որ Մհերն ու Արան հաղորդման այս եթերի ընթացքում անդրադարձել էին նաև վերջին օրերին համացանցում լայն քննարկման արժանացած «Լույսը վառիր» հաղորդմանը, որտեղ հյուրընկալվել էին բլոգերներ։ Հանրության մի մասը քննադատում էր հաղորդավարներին, մյուս մասը՝ հյուրերին։ Արա Ղազարյանի խոսքով. «Ես հաղորդումը նայեցի և հասկացա, որ երկուսն էլ ունեն մեղքի հավասար բաժին։ Քննարկումները շատ գունեղ ու աղմկոտ էին, բայց ես չտեսա ամենակարևոր բանը։ Երկու կողմից էլ չեղավ ներողություն։ Թվում էր բոլորն ունեն չտեսնված պագոններ։ Բոլորը կարծում են, որ կարելի է սխալվել, իսկ այդ սխալը երբեք չընդունել, ընդունելն էլ ամոթ են համարում։ Ամբողջ հաղորդման ընթացքում առկա էր պասիվ ագրեսիա, որը կարող էր նույնիսկ ամենահավասարակշռված մարդուն հունից հանել։ Բլոգերներն էլ քանի որ պատրաստ չէին, առանձնապես չէին փայլում ինտելեկտով, ակնհայտ էր, որ չէին կարողանում հակադարձել կամ էլ իրենց միտքը ճիշտ ձևակերպել։ Արդյունքում շաղ էին տալիս մրգի մարգարիտներ, ինչը առիթ էր տալիս դրանք վերցնել և ագրեսիվ վերադարձնել։ Այն, որ տվյալ բլոգերներն արտահայտում էին կարծիքներ, որոնց հետ ես համակարծիք չեմ, հստակ է։ Սա օրինակ կապ ունի գիրք կարդալ-չկարդալու մշակույթի հետ։ Տիգրանին վերաբերվում եմ շատ լավ և նրա արած աշխատանքը հանրայինում շատ բարձր եմ գնահատում, բայց չեմ հասկանում այս ձևաչափում նրա մոտեցումը։ Գործընկերուհու պարագայում էլ չեմ կարողանում հասկանալ ներքին ագրեսիան, թունավորությունը, մուննաթը, հյուրի հանդեպ ատելությունն ու պաթոսը», ասաց Մհերը։ Նշենք, որ «Լույսը վառիր» հաղորդման վերջին թողարկումը վերածվեց իրական տեղեկատվական պայթյունի։ Հաղորդման հյուրերն էին բլոգերներ Ռաֆիկ Համբարձումյանը, Հայդա Ալեքը, Ելենա Վարդերեսյանը և դերասան Համլետ Չոբանյանը։ Սակայն այն, ինչ պետք է լիներ կարծիքների փոխանակում, վերածվեց լայնամասշտաբ քննարկումների, քննադատությունների և արդեն բացահայտ հակամարտության։ Մի քանի օր է ամբողջ համացանցը խոսում է հենց այս եթերի մասին։ Դերասաններն ու բլոգերները կարծես բաժանվել են երկու ճամբարի, և շատերի կարծիքով սա պարզապես սկիզբն է մի մեծ ճակերտավոր պատերազմի նրանց միջև։ Բուն սկանդալի պատճառը դարձավ Ռաֆիկ Համբարձումյանի եզրափակիչ խոսքը, որտեղ նա առաջին հայացքից հարգալից տոնով, սակայն բավական կոշտ բովանդակությամբ արձագանքեց Համլետ Չոբանյանի խոսքերին։ Համլետին շատ հարգեցի, սիրեցի, բայց իր խոսքում անընդհատ ասում ա, որ մեր դեմ բան չունի։ Բայց ամբողջ մոնոլոգի ընթացքում վիրավորում ա, էժան կոնտենտ անող, դեգրադացված։ Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում ա, եթե թատրոն չի գնում։ Եթե թատրոն չի գնում, չի նշանակում դեգրադացված ա։ Ուրեմն թատրոնը էդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անեն, մի քիչ ժամանակակից մտածեն։ Գնացողը գնում ա, բայց էդ մասն էլ ցավոք կմահանա։ Այս խոսքերը կայծակի արագությամբ տարածվեցին համացանցում, առաջացնելով բուռն արձագանքներ։ Շատ դերասաններ ու մշակույթի ներկայացուցիչներ Ռաֆոյի հայտարարությունները համարեցին վիրավորական, վտանգավոր և անթույլատրելի, նշելով, որ նման մոտեցումները արժեզրկում են մշակույթն ու թատրոնը։ Միևնույն ժամանակ բլոգերներն ու բազմաթիվ հետևորդներ հակադարձեցին, փորձելով
բացատրել նրա խոսքերի էությունը։ Նրանց կարծիքով խոսքը թատրոնի դեմ չէր, այլ այն մասին, որ արվեստը պետք է քայլի ժամանակին համընթաց և չկորցնի կապը հասարակության հետ։ Սոցցանցերում կարելի է տեսնել սուր մեկնաբանություններ, փոխադարձ մեղադրանքներ և նույնիսկ անձնական հարձակումներ։ Ոմանք կանգնել են դերասանների կողքին, պաշտպանելով դասական արվեստը։ Մյուսները բլոգերների, շեշտելով, որ ժամանակները փոխվել են, իսկ կոնտենտի ձևերն էլ նույնքան։ Հայտնի դերասաններ ու բլոգերներ մեկը մյուսի հետևից արտահայտվում են, փորձելով պաշտպանել իրենց դիրքորոշումը կամ հակադարձել հնչած մտքերին։ Դերասանուհի Անահիտ Մանուկյանն իր գրառմամբ ընդգծել է արվեստի հավերժական արժեքը՝ միաժամանակ խաղաղ, բայց ուղերձով լի տոնով։ Արվեստը, թատրոնը միշտ են ապրել ու հրաշալի կլինի, որ ապրեն նաև մեր բոլորի կյանքում։ Նա նաև անձնական հրավեր է ուղղել Ռաֆիկ Համբարձումյանին ներկա գտնվելու այն ներկայացմանը, որտեղ խաղում են տաղանդավոր դերասաններ։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով նաև արվեստի պատմության ուսուցչուհի է, հարցին մոտեցել է կրթական տեսանկյունից։ Ինքս լինելով արվեստի պատմության ուսուցչուհի, իմ նպատակն արվեստը սիրել, ստիպելը չէ։ Եթե ոչ մաքսիմալ, ապա գոնե մինիմալ գիտելիք փոխանցելն արդեն մեծ գործ է։ Նա նաև ընդգծել է. «Ճիշտ մարդը այս պատմության մեջ նա է, ով չի իջեցնում ուրիշի աշխատանքը»։ Ամենակոշտ արձագանքներից մեկը պատկանում է դերասանուհի Վիկտորիա Սահակյանին։ Թատրոնը առաջացել է մոտավորապես մ.թ.ա. 350 թվականին, բլոգինգը 1990-ականներին, իսկ Հայաստանում վերջին տարիներին ա սկսել թափ հավաքել։ Նենց որ մի 2000 տարի զբաղվեք, հետո եկեք շփվենք։ Դերասանուհի և բլոգեր Ռուզաննա Մանուչարյանը փորձել է կամուրջ կառուցել երկու կողմերի միջև։ Թատրոն գնացող հասարակությունը չի մահանա։ Թատրոն գնացող հասարակությունը չի մահացել անտիկ դարաշրջանից։ Միաժամանակ նա բարձր է գնահատել նաև բլոգինգով զբաղվողների աշխատանքը, ընդգծելով, որ ոլորտները կարող են գոյակցել առանց միմյանց արժեզրկելու։ Իսկ բլոգեր Նինա Տիտանյանը անդրադարձել է հաղորդավարների մասնագիտական ու էթիկական պատասխանատվությանը։ Միտքը, որ Ռաֆոն արտահայտել ա թատրոնի մասին, համաձայն չեմ, որովհետև ես ինքս գնում եմ թատրոն, ներկայացումներ նայում եմ։ Ունենք հոյակապ թատրոնի դերասաններ, բայց եթե նայենք ֆուլ հաղորդումը, 350 մարդ նստած կոնկրետ արժեզրկում են մեր աշխատանքը, էնպիսի կերպով, ոնց որ մենք անբարոյական լինենք առանց արժեքների։ Իսկ հենց ինքը Ռաֆոն իր ինստագրամյան հարթակում նման գրառում էր արել. «Ինձ շատ դժվար է նեգատիվ տալը և ստանալը, ինձ հոգեպես դժվար է, բայց ցավոք արդեն քանի տարի է ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր միայն ու միայն թունավորում, փնովում ու ինքնահաստատվում են ինձ վրա՝ օգտվելով իմ սրտացավությունից, բարիությունից ու ամենակարևորը՝ անկեղծությունիցս։